ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն ողջունել է հայ-թուրքական համաձայնությունը, ըստ որի 10 օրով բացվել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետն ու Հայաստանի Թուրքիայի տարածքով մարդասիրական բեռներ է առաքել Սիրիա։ Ինչպես արդեն հայտնել ենք, այս հանգամանքը չափազանց սուր է ընդունել Ադրբեջանը։ Բաքուն պաշտոնապես չի արտահայտվել հայ-թուրքական այդ համաձայնության դեմ, սակայն ադրբեջանական պրոպագանդան լծվել էր այդ որոշման համար Թուրքիային մեղադրելու գործին, Հայաստանի հետ համաձայնությունը որակելով մինչև անգամ թյուրքական միասնության տապալում։ Այդպիսի բնորոշումը հատկանշական է ոչ միայն նյարդայնության արտահայտման տեսանկյունից։ Ադրբեջանական պրոպագանդայով անկասկած ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության կամ պարզապես ուղղակի ցուցումով տրված այդ բնորոշումը ազդակ է նաև Կենտրոնական Ասիայում մյուս թյուրքալեզու պետություններին, որ Թուրքիան վստահելի առաջնորդող չէ։ Այլ կերպ ասած, այդ օրինակ ազդակները վկայում են, որ Բաքուն Թուրքիայի որոշումը ծանր է ընդունում, քանի որ դրա հետևում տեսել է ավելի խորը պրոցես եւ այդ պատճառով էլ կասկածի տակ է դրել անգամ թյուրքալեզուների առաջնորդողի վստահությունը։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի արձագանքն այդ իմաստով յուղ է լցնում Բաքվի նյարդերի կրակին։ Լուիս Բոնոյի արձագանքը վկայում է կամ հուշում, որ հնարավոր են ավելի լայն երանգներ, քան պարզապես անցակետի ժամանակավոր բացումը։ Խոսքը իհարկե հայ-թուրքական հարաբերության հարցում ավելի լայն երանգի մասին չէ, այստեղ պետք չեն պատրանքներ։ Ադրբեջանն այստեղ թերևս չունի սեպարատ որևէ զարգացման անհանգստության առիթ։ Բաքվին նյարդայնացնողը գուցե այն է, որ Անկարան կարող է ԱՄՆ-ին վաճառել, այսպես ասած, թյուրքական աշխարհի ծրագիրը, որն էլ Թրամփը կօգտագործի Պուտինի հետ գործարքում, իր հերթին այն վաճառելով Ռուսաստանի Դաշնությանը։ Արդյոք դրա մասին կարող էին ակնարկել Ալիևին, Լուկաշենկոն եւ Ռահմոնը, որոնք օրեր առաջ Պուտինի մոտ հյուրընկալվելիս հեռախոսակապ էին հաստատել Ադրբեջանի նախագահի հետ։ Եթե Անկարան գնա այդպիսի գործարքի, Թրամփից ակնկալելով որոշակի բոնուս, դա իհարկե զգալի կորուստ կլինի Ադրբեջանի համար, որի համար թյուրքական աշխարհի ծրագիրը աշխարհաքաղաքական բոնուս էր, որից Բաքուն փաստորեն կարող է զրկվել։ Ադրբեջանի քարոզչամիջոցներն արդեն երկրորդ օրն է քունը կորցրել են այն որոշումից, որ կայացրել են Հայաստանն ու Թուրքիան։ Խոսքը վերաբերում է Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշման մասին, որի նպատակը Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների տարանցումն է։ Ադրբեջանի քարոզչամիջոցներն այդ համաձայնության հարցում տեսնում են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարներ, Թուրքիային գրեթե մեղադրելով Ադրբեջանի թիկունքը դաշույն խրելու համար։ Այն, որ քարոզչությունը շարունակվում է արդեն 2 օր շարունակ, վկայում է, որ դրա պատվիրատուն ոչ այլ ոք է, քան Ադրբեջանի իշխանությունը։ Եվ եթե ադրբեջանական քարոզչությունը հայ-թուրքական այդ համաձայնության հետևում անգամ տեսնում է համաշխարհային իմպերիալիզմը, հիշատակելով ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակազմը, ապա դա ըստ էության նշանակում է, որ Իլհամ Ալիևը մատնագիր է գրում Էրդողանի դեմ, հասցեագրելով այն Թրամփին։ Հակառակ պարագայում որևէ իմաստ չէր ունենա պրոպագանդային հրահանգել, որ հայ-թուրքական համաձայնության հետևում տեսնեն իմպերիալիստներին եւ հիշեն Բայդենի վարչակազմը։ Ըստ էության ստացվում է, որ Բաքուն Թրամփին նամակ է գրում, մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո եւ այդ ազդեցությամբ որոշումներ է կայացնում հայ-թուրքական հարաբերության առնչությամբ։ Եթե բանը հասել է պրոպագանդային այդպիսի համատեքստ, թափանցիկ այդպիսի ակնարկներ պարունակող պրոպագանդիստական օպերացիայի, ապա Ալիևը կամ իսկապես խիստ տագնապել է եւ սահմանի ընդամենը ժամանակավոր բացումը համարել վտանգավոր նախադեպ, կամ Ալիևը փորձում է ընդամենն օգտագործել պահը Թրամփին սիրաշահելու համար, միաժամանակ գուցե փորձելով թանկ սակարկել Էրդողանի հետ, հատկապես տեսնելով նրա ներկայիս բարդ վիճակը ներքաղաքական առումով։ Սա անշուշտ չպետք է մոլորեցնող լինի Հայաստանի համար, առաջացնելով անհարկի ոգևորություն եւ սպասումներ, թե հնարավոր է տարանջատել Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական իմաստով։ Այդ օրինակ չափազանցված պատրանքները գործնականում կարող են անհնար դարձնել հարաբերական եւ դրվագային լոկալ համաձայնությունների միջոցով առաջ շարժվելն ու աշխատելը, ինչը այս փուլում Հայաստանի համար շատ կարեւոր է թե Կովկասի, թե Մերձավոր Արևելքի առնչությամբ։ Բոլորովին պետք չէ բացառել, որ Ադրբեջանի ակնառու տագնապի եւ նյարդայնության նպատակը նաեւ հենց հայկական կողմում հաջողությունից ոգևորություն առաջացնելն է։
Ադրբեջանից էսկալացիայի վտանգի մասին գուժող կամ հուշող տեղեկությունների անհրաժեշտ համախումբ այս պահին չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, միաժամանակ նշելով, որ իրադրությունը սակայն արագ է փոխվում։ Ադրբեջանական կողմում շարժերի մասին տեղեկությունների բացակայության մասին էր խոսել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանի Հանրության շրջանում առաջացել է լարվածություն, էսկալացիայի սպասում կամ տագնապ, որի պատճառը Ադրբեջանի ապատեղեկատվական արշավն է։ Բաքուն մի քանի օր է հայտնում է, թե հայկական զինուժը կրակել է իր դիրքերի ուղղությամբ։ Այդ ապատեղեկատվությունը դիտվում է սադրանքի նախապատրաստություն։ Հոգեբանական լարվածության վրա յուղ լցրեցին գիշերը Սոտքի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներն ու այդ կապակցությամբ պաշտոնական տեղեկատվական արձագանքի ըստ էության բացակայությունը։ Աներկբա է արդյոք պատճառահետևանքային կապի դիտարկումը, որ Ադրբեջանը ապատեղեկատվության շարքով նախապատրաստում է ռազմական էսկալացիա։ Թերևս ոչ։ Ամիսներ առաջ էլ Ադրբեջանը տվեց ապատեղեկատվությունների շարք, բայց էսկալացիա չհաջորդեց։ Դա բացարձակ չի նշանակում, որ պետք է իրավիճակն ընկալել հանգիստ։ Եթե չի եղել, չի նշանակում, որ չի էլ լինելու։ Մյուս կողմից, սակայն, եթե կա ապատեղեկատվություն, ապա դա ամենևին չպետք է դառնա հանրային տագնապի պատճառ, որովհետև Ադրբեջանի նպատակներից մեկն էլ հենց այդպիսի տագնապ առաջացնելն է։ Ի վերջո տագնապը որևէ կերպ օգտակար չէ հանրային դիմադրողականությանը, բայց հանրային տագնապն էլ այն իրողության հետևանք է, որ չի աշխատում մի կողմից պետական ինստիտուցիոնալ համակարգ, տեղեկատվականից մինչև կառավարչական գործառույթներ եւ չի աշխատում նաեւ հասարակական քաղաքական ինստիտուցիոնալ համակարգ, որը ներքաղաքական խաղադրույք կանի ոչ թե հանրային տագնապների, այլ իրապես հանրային գիտակցության վրա։ Այս ամենը վտանգի եւ ռիսկերի բացակայության մասին չէ, այլ դրանց հանդեպ ինստիտուցիոնալ զրահների գրեթե տոտալ բացակայության, երբ հանրությունը մենակ է մնում այդ ամենի անորոշության հանդեպ, իրարամերժ եւ տարերային տեղեկատվական հոսքերի պայմաններում։ Հայաստանի պաշտպանական կարողությունների եւ համակարգի վերականգնման մասին խոսակցություններն արդեն քանի տարի տրենդային եւ նորաձև են, բայց այդ խոսակցությունները գերազանցապես ընդգրկուն են բուն պաշտպանական ոլորտը, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրությունը ըստ էության անպաշտպան է հենց տեղեկատվական մակարդակից։ Ոչ մեծ խելք, ոչ էլ մի արտակարգ տեղեկացվածություն է պետք, որպեսզի հասկացվի, որ Ռուսաստանը ձգտում է Մոսկվան դարձնել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հարթակ։ Իսկ ահա երևակայել, որ Իլհամ Ալիևը մտադիր է Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկել Բաքու եւ պարտադրել, որ ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրի, իրեն երևի միայն հայ քաղաքագետը թույլ կտա, ում մեջբերում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը։ Բավական առատ մեջբերումներ անելով հայ քաղաքագետից ադրբեջանական լրատվամիջոցը շունչ է առնում եւ հարցնում, բայց Ռուսաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմամբ, այսինքն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ եւ տալիս բացասական պատասխան։ Ադրբեջանցի մեկնաբանի պատկերացմամբ, որ ակնհայտորեն չի կարող հակասել իշխանության տեսլականին, քանի որ հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընթացել են երկկողմ ձևաչափով, պայմանագիրը կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական սահմանին։ Բաքվի լրատվամիջոցը իհարկե այդ հնարավորությունը տեսնում է Ադրբեջանի առաջ քաշած երկու պայմանները կատարելուց հետո։ Այս իրավիճակը իհարկե գետնի վրա ուժերի հարաբերակցության առումով Հայաստանի համար ռիսկային է, անգամ մարտահրավեր է, բայց հենց այդքանով էլ հնարավորություն։ Տողերիս հեղինակն ավելի վաղ տպավորություն է փոխանցել, որ Ալիևի նպատակը ոչ թե Հայաստանի հետ, այլ նրա մասին պայմանագրի ստորագրումն է։ Միջազգային իրավիճակի կտրուկ փոփոխությունը, երբ ռուս-ամերիկյան վերբեռնումից ածանցվում է հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի պահնորդության հաստատման բավական իրական հեռանկար, երևում է Ադրբեջանի նախագահին դրդում է վերագնահատելու սեփական հնարավորությունները։ Իլհամ Ալիևը հավանաբար շատ ընդգրկուն տնային աշխատանք է կատարել եւ եկել եզրակացության, որ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրումը շատ որոշակիորեն բարձրացնում է Ադրբեջանի քաղաքական անկախության նշաձողը։ Հայաստանի պարագայում ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի նման սկզբունքային նշանակության փաստաթղթի տակ սուվերեն ստորագրությունը։ Ինչպես ասվեց, խոսքը համադարման իրավիճակի մասին չէ։ Ոչ ոք ֆորս մաժորի հավանականությունը չի կարող բացառել, բայց նման հնարավորություն ստեղծվում է, երևի դարը մեկ անգամ եւ այն իրացնելու ջանքը մեկ վայրկյան իսկ չպետք է թուլանա կամ ընդհատվի։
Սոցիալական մեդիայի արցախյան տիրույթում վարկած է ներշնչվում, որ մայիսի 9-ին, նոյեմբերի 9-ի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի տեղակայման ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը գրավոր առարկություն չեն ներկայացնի, Վլադիմիր Պուտինը ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղաբաշխման ժամկետը եւս 5 տարով երկարաձգելու հնարավորություն կստանա եւ նրանք կվերադառնան Արցախ։ Չափազանց հաշվարկված նարատիվ է, որ հազիվ թե Ստեփանակերտյան ուղեղային կենտրոնի արտադրանք է։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 20-ին ասել է, որ Մոսկվան պատրաստ է տարածաշրջան գործուղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ բանագնաց Իգոր Խովայևին, եթե կողմերը խորհրդատվության կարիք ունենան։ Ադրբեջանում կարծես հասկանում են, որ պայմանագրի ստորագրման մոսկովյան հարթակի ընտրությունը նշանակում է Ռուսաստանից հավերժ կախվածություն։ Մնում է, որ Բաքուն հստակ գիտակցի, որ պայմանագրի ստորագրման ձգձգումը մի քանի անգամ մեծացնում է նույն սպառնալիքը, որ կարող է բերել Հարավային Կովկասի 3 երկրների անկախության կորստի։ Մուսավաթական Ադրբեջանն այդ խորագիտությունը չունեցավ եւ բոլշևիկյան Բաքուն դարձավ Անդրկովկասի վերագաղութացման միջնաբերդը։ Իլհամ Ալիևը կկանգնի նույն փոცხին։